Բարև Ժողովրդյան, որոնք մի քանի թեմա ունենք խոսելու, խոսենք, զրուցենք, մի րոպե սպասենք մարդիկ հավաքվեն, դու սկսենք խոսելը։ Դեռ քանի մարդիկ գալիս են հավաքվում են, մի քիչ խոսենք այս միտինգներից։ Ուրեմն Սամվել Կարապետյանը 10 Սամոն մեր միտինգ հավաքում, որը չի կարող խոսա, Նարա Աբրամյանի նման։ 5 հոգի մարդ հավաքել, 25 հատ ոստիկան են ավել իր միտինգին։ Հաստատ կրեցիր։ Ժորժան, իմ մոտ իրոք զարմանք է առաջացնում սենց մի բանը։ Facebook-ում շատ են գրել, տեսել եք, կարդացել եք երևի, ես էլ ասեմ։ Մենք իրոք մի ազգն ենք, որ մեր ազգի դեմ Ռուսաստանում հավաքում ենք միտինգ, հասկանում եք։ Տաջիկ, ուզբեկ, էստոնացին, չգիտեմ, ուկրաինացին բան, իրանք տես բան չեն արել։ Մենք մի ազգն ենք, որ տես բան ենք անում։ Չգիտեմ, ես չգիտեմ, ինչով բացատրեմ ես ամեն ինչը։ Այսքան տարի մեզ իրոք ստրուկ են սարքել, ենքան ամտներից մեջ մտել, որ ստրուկ են դարել։ Չեմ հասկանում։ Ռուսաստանի հայեր, ձեզ խնդրում եմ, ձեր ցավը տանեմ, ձեր մեծամասնությունը շատ լավն է, անդե կան շատ վատերը, ես գիտեմ, դա էլ գիտեմ, տեսել եմ, աշկուրս եմ տեսել։ Կան շատ լավերը, այդ զանգի կասեք, էլի չեք ամաչում արա, Հայաստանի դեմ եք խոսում։ Տեսակ են, Զնամինիտի կադրեն Հադրութից Ղարաբաղցի օֆիցեր էր, որ ասեց հրաման լինի, ես Հայաստանել բամբիտ կանեմ։ Տեսել եք էդի, երևի։ Ում համար էին կյանք տալի։ Ում համար էին կյանք տալի։ Գնացի այդքան բան արեցի, Ժողովուրդ ջան, ես տես բաներով գլուխ չեմ սիրում, գողելը ամոթ է, տես բաներ չեն ասում։ Ես որ փախ եղավ Ղարաբաղից, Գորիսում այդ օգնությունը տարել է այնտեղ բան, էդի մի կաթիլ էր, այնքան էին բերել մարդիկ։ Իմ տարած մեքենայով բան էի տարել, ապրանք էի տարել, մի կաթիլ էր այդ բերածների մեջ։ Այս ժուրնալիստ ինձ մոտիկացավ, բան օգնություն եք բերել, ասեցի հա, ես բերել ենք Ղարաբաղցի կիներ, ասեցի ինչ չեք բերել որ։ Հիմա այդ Ղարաբաղցիները դուրս են եկել Նիկոլի Դեմեն Քոչարյանը որ լինի, որ Հայաստանը էլի վաճառեն։ Մի արեք։ Ես գիտեմ ձեր մեջ շատ լավ մարդիկ կան, գիտեմ։ Բայց Հայաստանի դեմ տենց հելնող Ղարաբաղցից բետար չկա։ Ադրբեջանցին տեն չի ելնում մեր դեմ, ոնց որ դուք եք ելնում։ Մի արեք։ Պրոստը հանուն են լավ մարդկանց, ես սուս եմ մնում, բան չեմ ասում։ Լավ, հիմա ընտրությունների ժամանակ է գալի, Ժողովուրդ ջան, շատ շուտով ընտրություններ է լինելու։ Սենց բան ասեմ, գումարով հիմա սաղ վաճառվում են, գումարով բան են անում։ Բևեր, դաշնակ։ Արա դուք խաբար եք, որ հայրենիքը կարան առանց փողել սիրեն։ Կարան ինադու ասեցի, ձեր շեֆն է տենց խոսում, կարելի է, կարան, կռելու ենք։ Խաբար եք, որ հայրենիքը առանց փողի կարան սիրեն մարդիկ։ Լավ, խոսանք Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի պատմությունը, որ գնաց։ Ժողովուրդ ջան, առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ իմ երկրի լիդերը, Ռուսաստանի լիդերի հետ խոսածնենց Պուտինին վերցրեց, պոլերը մաքրեց, Պուտինը տրակկար սարքեց, այսինքն պոլերը մաքրեց, շպրտեց ինյան։ Նիկոլը Պուտինին սարքեց տրակկա։ Այն իրոնիայով կիսախնդալով որ հետը խոսում էր։ Հետո ավերջուկ են մտնում, բան են թույլ տվեք որ մտնելները Պուտինի։ Հայաստանի համար գինը կբարձրացնենք բան, Ալեն Սիմոնյանը շատ ճիշտ ասեց։ Փորձեք տես բան ասեք, տես բան անեք, մենք միանգամից դուրս կգանք սաղ տեղերից։ Եվրազիայից, ՍՆԳ բան, սաղ տեղերից դուրս կգանք։
Մենք սկսել ենք ատամներ ցույց տալ։ Наш младший брат, Армения. Серьезно? Младший брат? Уровень дук, ала. Вы многочисленный брат, но никак не старший. Таракани тоже многочисленные. Армения, ваш старший брат, был. Была Армения. Но потом вы сделали то, что вы сделали. Да, Имастацик. Имастацик. Վալեն Սիմոնյանը, հա, շատ ճիշտ ասեց։ Փորձեք տենց բան անեք, մենք Եվրազիայից դուրս կգանք։ Ո՞վ է կորցնում, մենք թե դուք։ Մենք գազ չենք ունենա, ո՞չ չենք ունենա։ Այդ խի գազ չենք ունենա։ Ադրբեջանից գազը ու նավթը գալիս է, հիմա բենզինը գալիս է Հայաստան։ Պարսկաստանից գալիս է։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Ժողովուրդ ջան, Ռումինիայի Պլոեշտիից գալիս էր գազը Հայաստան նավերով։ Այդ ժամանակ տենց էր։ Այդ ինչ եղավ, որ այդ օրը լավ մենակ Ռուսաստանի վրա է հույսը։ Пошли вы к чертовой матери, մեր այդ տենց կարակ, խոսել չեք կարա։ Мы Армения и Армения прежде всего. Вопрос закрыт. У Ադրբեջանի այդ խաղաղությունը այդ դրա համար է մռմռում իրանց մոտ, դրա համար է մռմռում։ Իրանք չեն կարող կուլ տան։ Չերեզ այդ պատերազմին իրանք մեզ ուպրավլյացիա անում, մանիպուլյացիա անում, մեզ էլ նրանց էլ։ Հա, ադրբեջանցին իմ թշնամին է։ Բայց մենք որ հիմա խաղաղություն լինի մեր մեջ, այ ռուսին դրան մռմռում է։ Поздно. Поезд уехал. Им վերջի վագոնը չկարծեք, даже թռնեք նստեք։ Լինելու է խաղաղություն, ոչ մի հայ զինվոր էլ չի զոհվելու, մեր էկոնոմիկան բարձրանալու է։ Կստացի Ադրբեջանից, չգիտեմ, բոլորը տեսել են թե չէ, Զապրոս եկավ Հայաստանից ուզում են պղինձ ու ալյումին։ Հա, մենք էլ կարանք տանք, բան։ Ադրբեջանը, որ այդ բենզինը ուղարկում է, ձրի չի ուղարկում, առնում ենք, գումար ենք տալիս։ Հա, Հայաստանը դա անում է, ու կարա իմ անի։ Ու ասում, այս խաղաղությունը մեզ շատերը չեն ներելու։ Բայց մենք հասնելու ենք դրան։ Մենք հասնելու ենք, մեր ճանապարհները բացվելու են։ Ընտրությունների մասին ես կխոսամ ընտրությունների մոտիկ ժամանակ, Ժողովուրդ ջան, ես շատ բաներ կպատմեմ, շատ հետաքրքիր բաներ, մի քիչ կապշեք անգամ։ Լավ, դրանցած լինի, մի քիչ ռազմաարդյունաբերությունից խոսեմ։ Ժողովուրդ ջան, այն զենքը, որ ասում էի, որ Հայաստանը արտադրում է, շատ զենք արտադրում արդեն Հայաստանը։ Բայց կամ զենք, որ արդեն արտադրում է, մեր հետ էլ չի լինի տենց խոսել։ Վրաերթ կանենք։ Հայաստանը հիմա սկսել է արտադրել այն զենքը, որով վրաերթ կանի լյուբոյին, ով ուզում ալնի, սկսել է, ու մտնում է բանակ։ Բացի դրանից մի հատ էլ առնվում է այն զենքը, որը գիտեք ինչ կա Ժողովուրդ ջան, շատ բաներ ասում է, բաց թեմայով, հա, վարչապետն է ասում, դա բան, պաշտպանության նախարարն է ասում, բայց շատ բաներ չեն ասում։ Ես էլ չեմ կարա, իրանք չունեմ այդ ասեմ, այդ շատ բաները, բայց Հայաստան դեսից էլ այն զենքեր է մտել, որ այս էլ այն Հայաստանը չի։ Հայաստանի վրա հարձակվել է դորդուբեշ կնստի, լյուբոյի վրա, ով ուզում ալնի։ Մենք հասանք դրան, մենք կարացանք դա անենք։ Ժողովուրդ, ես մեկ հիմա որ մտածում եմ, համեմատում եմ այս Հայաստանը մեր, այն Հայաստանի հետ, ինձ արդյունքները գալիս է աչքերից։ Մենք իրոք զորացանք։ Ու գնալով, այն չի որ պրծավ է, ու գնալով բարձանում ենք։ Մենք դառնում ենք անկախ, ուժեղ, շատ ուժեղ երկիր։ Ու ես ասում եմ, վաղ մյուսօր դառնալու է, մի տարվա հարց չի, բայց վաղ մյուսօր դառնալու է, որ մենք Իսրայելի թափն ենք ունենալու,
որ 100 միլիոնանոց կողքի երկիրը վախենա մեզանից։ Այդ հապ ունենալու ենք։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Բոլոր դեպքերում ես ռազմարդյունաբերության թեմայով մենք խոսենք, հələ մենք խոսենք Մխիթար Հայրապետյանի հետ, ոնց խոսքի է տվել ժողովուրդ ջան։ Հա, քանի որ ինքը նախարարն է, ինքը ավելի շատ կարա ասի, ավելի մանրամասն կարա ասի, ու դուք կտեսնեք, ինքներդ կհամոզվեք, որ կա, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, մենք այս իբր թե ընդդիմադիրներին ասում ենք եկեք, տեսեք ինչ ենք առել, ինչ ենք արտադրում, չեն գնացել, իրաց դա հետաքրքիր չի, բայց իրոք կա, ափսոս, որ մեր ժուրնալիստները չեն գնում, ու ես կառավարությանն եմ խնդրեմ, հա, մեր ժուրնալիստներին, լրագրողներին թույլ տվեք, մտնեն այնտեղ, նկարեն, ժողովրդին ցույց տան, հա, պետք է ամեն ինչ ցույց տալ, բայց գոնե այն ինչը կարելի է թող ցույց տան, ես ազգը հանգստանա, ես ազգը որ հասկանամ, մենք հիմա ուժեղ ենք, մեր մոտ ստացվել է ժողովուրդ ջան, մենք աճում ենք, իրոք աճում ենք, շատ մեծ թափով, դա կլինի, ամեն ինչ նորմալ կլինի, այս ընտրությունները մենք պետք է ճիշտ ընտրություն անենք, ես չեմ թաքցնում ոչ ոքից, ես ձայնս տալու եմ Նիկոլ Փաշինյանին ԿՊ-ին, ձայնս, ու հատուկ այդ օրը ես գալու եմ Հայաստան, մի հատ ձայնը, որ տամ Նիկոլ Փաշինյանին, ես դա անելու եմ, ընտրությունների մոտիկ օրեր ես կխոսեմ, շատ բան կբացատրեմ ժողովուրդ ջան, բոլոր դեպքերում, փառք իմ Հայաստանին, սիրում եմ ձեզ բոլորին, մենք ուժեղ ենք, ուժեղանում ենք, օրից օր ուժեղանում ենք, լավ եղեք։